Երբ մենք խոսում ենք ընտրությունների մասին, եկեք մի այլ տեսանկյունից սրան նայենք։ Բոլորս մենք հարկատուներ ենք։ Պարտադիր չի, որ գնանք եւ հարկային տեսչությունում հարկ վճարենք։ Մենք ցանկացած գնում, որ կատարում ենք, մենք արդեն այդտեղից հարկ ենք վճարում։ Իսկ ինչ է ընտրությունը։ Ընտրությունը այն մարդկանց կամ այն մարդկանց խմբի ընտրությունն է, որին դուք այդ ձեր հարկերը վստահում եք, որպեսզի նրանք էլի ծախսեն մեզ համար, բոլորիս համար։ Ում կվստահեք։ Դրա համար դուք լսում եք նրանց, դրա համար դուք ընտրություն եք կատարում բոլոր հավակնորդների միջև եւ ձեր ընտրությունը կանգ է առնում մեկի վրա, մյուսի եւ մեծամասնություն ստացածն էլ ստանում է այդ հնարավորությունը, իսկ ավելի պակաս ստացածներն էլ ունենում են մասնակցություն, նաեւ ընդդիմախոսելու հնարավորություն, որովհետեւ նրանք էլ այլ առաջնահերթություններ ունեն, թե ինչպես այդ հարկերը պետք է ծախսվի, եւ արդյունքում մենք ստանում ենք լավագույն որոշում, որտեղ բոլորի շահերը հարգված են, բոլորի շահերը ընդունված։ Իսկ եթե դուք միայն հարկեր եք վճարում եւ բացարձակապես չեք մտածում, թե ով է տնօրինելու այդ հարկերը, ասենք առաջիկա 4, 5, 6 տարվա ընթացքում նայած, որ երկրում ինչպես է, ապա այդ տնօրինողների համար էլ մեկ է, թե դուք ինչ եք մտածում։ Եվ նրանք արդեն անում են իրենց հայեցողությամբ, քանի որ ձեր հայեցողությունը տեղ չի հասել։ Ձեր հայեցողության մասին տեղեկություն չկա։ Ահա թե ինչով է կարևոր մասնակցությունն ընտրություններին։ Գիտակցված ընտրության, կշռադատված ընտրության։ Համաձայն ես, միացիր մեզ։